Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Պարոն Աբովյան, շնորհակալ եմ, որ եկել եք եւ սկսենք սահմանին տիրող վիճակից գրեթե 1 ամիս է, ինչ համաձայնեցրել են փաստաթուղթ այդ անեական խաղաղության մասին, Ադրբեջանը շարունակում է սադրանքները գրեթե ամեն օր եւ սլակները մեղադրական ուղում Երևանի կողմ։ Երևանը ասում է, թե միևնույնն է չեն պատասխանելու այդ սադրանքներին, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, Ադրբեջանը շարունակում է կրակել, Երևանն ասում է թիրախում մեր գյուղերը չեն, բայց գյուղացիները մեզ պատմում են, որ արդեն վնասվել են իրենց տները։ Ինչ դիվանագիտական քաղաքականություն է, ինչ է սա, ինչ դիալոգ է։ Սա դիվանագիտական քաղաքականություն չէ, սա կարելի է դասակարգել որպես այսպես կոչված ուժը թուլության մեջ կամ թույլ ուժ, կոնցեպտի, որը ցավոք այս իշխանությունը ճիշտն ասած ինքը նույնիսկ դա էլ չի կարող անի, բայց այնուամենայնիվ ինքը փորձում է իբր ներկայանալ որպես խաղասեր, որպես խաղաղության ջաթագով եւ այլն, դա այն պարագայում, որ այն կոնտրագենտը կամ կոնտրօպոնենտը, տվյալ դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ, ակնհայտ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ծրագրերը եւ այս չդիմադրելը չարին, որը կրկին կոմպոնենտ է թույլ ուժի կամ ուժի թուլության, գործընթացի ներքո ինքը քաղաքագիտական կփորձեմ եթերային արտահայտվել հիմարությունը։ Շատ մեղմ եմ արտահայտվում, հավատացեք ինձ։ Ինչի համար, որովհետև տեսեք, իշխանության կոնցեպտը ամենայն դեպս հանրային դաշտում հնչեցվող հետևյալն է, մենք պետք է դադարենք լինել վտանգ, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, այդ պարագայում իրենք մեզ հանգիստ կթողնեն եւ այլն։ Այսինքն սա այն վիժվածքացին գաղափարի շարունակությունն է, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք։ Հիմա իրենք ինչ են ասում են ինչ կա չկա տանք հանգիստ ապրենք։ Մոտավորապես այս կոնտեքստի ներքո։ Բայց էլ ինչ մնաց, որ տանք Ղարաբաղը չկա, սահմանների կեսը չկան, պահանջատիրությունից հրաժարվել ենք, ցեղասպանություն գոյություն չի ունեցել, համաձայնել ենք բոլոր զիջումներին, էլ ինչ պիտի տանք, ինչու են շարունակում կրակել։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության վերջին, գրեթե ամենակարևոր սյուները, սա է պահանջը։ Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եկեք ավելի խորքային նայենք, ինչ այդ ուժը թուլության մեջ է կոնցեպտի ներքո, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ այս իշխանությունը փորձելով իրեն ներկայացնել որպես խաղաղասեր իշխանություն, ըստ էության սատարում է եւ իր գործողություններով խրախուսում է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման գործընթացին, բացատրեմ ինչի համար։ Տեսեք, եկեք, որ երկար չստացվի, պարզապես վերհիշենք ինչ են մեզանից պահանջում, Արցախի հայաթափումից հետո, ժամանակավոր հայաթափումից հետո։ Մեզնից պահանջում են հետևյալը. առաջինը Հայաստանի Հանրապետության իրավական հիմքերից հրաժարվել, այսինքն սահմանադրություն փոխել, երկրորդը հրաժարվել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգերից, դա հապկից դուրս գալ, դա սպառազինությունների կրճատում եւ այլն եւ այլն եւ այլն, եւ երրորդ կետը դա իսպար հրաժարվել հայկական կամ հայակենտրոն տեսլականից պետական, ասենք ասենք, գաղափարախոսության ներքո։ Երբ որ համադրում ես այդ երեք կետը, որ ավելի հասկանալի լինի, ժողովրդական լեզվով մեզ ասում են, ուրեմն հրաժարվի անունից հետ, հրաժարվի տան կադաստրից հետ, սրանք դե շատ են սիրում, չէ՞, կադաստր բառը։ Տան կադաստրից հետ, մերկացի ու այն ուժը, որը կացնով քո դուռը ջարդումը, չի ջարդի ու չի սպանի քեզ։ Շատ պարզ պատճառով, որովհետև դու արդեն իրեն ոչ մի վտանգ չես ներկայացնում, բայց այս պարագայում հարց է ծագում։ Իսկ մենք են գեներացրել վտանգները, մենք են գեներացրել կոնֆլիկտոգեն իրավիճակը տարածաշրջանում, մենք են գեներացրել դեպի մեզ կամ դեպի այլ դե լավ սենց ասենք տարածաշրջանային միավոր ինչ-որ մի կոնֆլիկտոգեն իրավիճակ, ոչ, չգիտես ինչու մեղավորի բարդույթը, որը փորձում են մեր վրա պտտացնել կամ մեր վզին փաթաթել, բերում է մի իրավիճակի, երբ որ
Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են մեղավորը մենք ենք, եկեք մենք մեր մեղքերը քաղենք ու մեզ չեն ձեռ տա, բայց մեր մեղքը չեն ասում ամենակարևորը։ Համաձայն իրենց տեսլականի մեր մեղավորությունը գիտեք ինչու՞մն է։ Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղի համար կռվելը։ Ոչ։ Որ մենք հայ ենք։ Իզուր չէ, հայ ենք, ընդամենը, որ մենք հայ ենք։ Դա է հիմնական մեր մեղավորությունը թուրք-ադրբեջանական տանդեմի աչքերում։ Հետևաբար բոլոր աբսուրդին հավասար, դավաճանական, անիրականանելի, թերքահաճո եւ ադրբեջանամետ կոնցեպտները, որոնք այսօր կիրառվում են Հայաստանի Հանրապետության իշխանության անունից իբր անվտանգություն բերելու, աշխատում են լրիվ հակառակ, այսինքն իրենք բերում են վտանգ, իրենք գեներացնում են վտանգ, իրենք գեներացնում են պատերազմ։ Եվ եթե մենք չենք ուզում պատերազմ, մենք չենք ուզում պատերազմ, մի գաղտնիք բացենք Թավշյա ոչ բռնի իշխանության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայերը, արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցները, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները, քաղաքացիները, երբեք առաջինը չեն գեներացրել գործընթաց։ Մեր մեղավորությունը ըստ էության համաձայն իշխանական տեսլականի նրանումն է, որ մենք դիմադրել ենք, որ եկել են մեզ սպանելու։ Հիմա մեզ ասում են՝ մի դիմադրի, որ եկել են քեզ սպանելու, այդ պարագայում քեզ չեն սպանի։ Պարոն Աբովյան, բայց այդ ձեր ասած նույն հայերի հետ նույն Ադրբեջանը համաձայնեցրեց խաղաղություն կոչվող փաստաթուղթ, որից հրաժարվեց ստորագրել։ Այդ դեպքում ինչու համաձայնեցրեց։ Շատ բարձ պատճառով, առաջին հերթին եկեք լինենք ավելի հստակ։ Այսինքն քաղաքագիտական առումով այն ինչ համաձայնեցված է, դա խաղաղության հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի։ Դա ինչ որ մի պահանջների, Ադրբեջանի պահանջների ֆիքսված թղթի վրա ինչ որ մի ցանկ է, որը այս իշխանությունը համաձայնեց ստորագրի, բայց Ադրբեջանը չի տեսնում իմաստ ստորագրել իրենց հետ ինչ որ մի պահանջների ցանկ, որովհետև այդ պահանջները առանց որևէ ստորագրության մեկ այս իշխանությունը անում է։ Չի ուզում Ադրբեջանը իրան կաշկանդի նույնիսկ ամենամինիմալ իրան ամենաձեռնտու տարբերակով, որովհետև այդ պարագայում կձևավորվի Հայաստանի Հանրապետության լուծարման եւ Հայաստանի Հանրապետության ոչնչացման խաղի կանոններ, որոնց շրջանակում խոշոր աշխարհակաղակական կենտրոնները կարող են լողալ, այսինքն չի լինի այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ այս պարագայում ամենացայտուն օրինակը հենց ձեր բերած իրավիճակն է, երբ կա ինչ-որ մի թուղթ, դա փաստաթուղթ էլ չի, որը մենք վստահաբար կարող ենք ասել դա հակահայկական բնույթի շո վտանգավոր բան է, եւ Ադրբեջանը չստորագրելով այդ վտանգավոր բանը, պայմանական, ես իզուր չեմ ասում բանը, ես չգիտեմ մեջը ինչ է։ Ինքը այնուամենայնիվ ասում է հետեւյալը, դու ես ցանկին համաձայնվեցիր 17 պահանջներ, չէ՞։ Մենք գիտենք մենակ երկուսի մասին։ Բայց իշխանությունը համոզում է, ասում է վստահաբար երկու կողմից զիջումների գնացել են, զիջումները միայն Հայաստանը չի գնացել։ Ըստ երևույթի Ադրբեջանի զիջումը այն է, որ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ընթացքում ինքը կկիրառի բայրակթար ոչ թե ակինչի, հա, այդ անօթաչու թռչող սարքերը, իսկ հայկական կողմի զիջումը նաև, որ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման գործընթացի մասին մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չեն ասի, որ մեր տրամադրությունը չընկնի։ Մոտավորապես այս տարբերակն է։ Որ մեր կա պարանոց չլինի իմ հայտարարությունը կամ իմ կարծիքը, կոչ եմ անում օգտվելով այս հնարավորությունից ամեն օր, եթե այդքան լավ թուղթ է, կամ դե լավ այդքան լավ թուղթ չի, բայց ինքը հավասարաչափ պայմաններ է ստեղծում։ Հրապարակեք, ինչի համար չեք հրապարակում։ Մենք իջել ենք, գիտեք, ներողություն եմ խնդրում մանկապարտեզի սաներից, որովհետև վստահաբար Հայաստանի Հանրապետության մանկապարտեզի սաները ավելի խորքային քաղաքական եւ ազգային գիտակցության տեր մարդիկ են, բայց ներողություն եմ խնդրում մանկապարտեզի սաներից, բայց սա մանկապարտեզ է։ Ընդ որում այդ մանկապարտեզը ես չեմ վիրավորում, չեմ փորձում փնովել, չեմ փորձում ինչ-որ վատ բան ասել։ Ես արձանագրում եմ, որ երբ որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ ասում են հետևյալ տեքստը.
Հա դե մեկը գիտեք էլի մեջ է ինչա, հրապարակենք ինչ անենք։ Դա գիտեք հավասարազորային չի։ Դուք գնում եք գնեք մեքենա, ասում եք մեքենայի փաստաթղթերը տվեք, որ ձևակերպենք, ձեզ ում դուք գումարը հիմա պտիտակաս բան, դե լավ, քեզ ձևակերպում եք քո ավտոն է, էլի, քշի։ Մոտավորապես այս տրամաբանությունն է։ Հետևաբար եզրակացություն են կանում, որ նույնիսկ այդ փաստաթուղթը կամ թուղթը կամ բանը, չգիտեմ ինչը, որը իրենք անվանում են խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, պատկերացրեք նույնիսկ մարդիկ տարբերությունը չգիտեն համաձայնագիր ու պայմանագիրի միջև։ Սա աբսուրդ է։ Բայց դե լավ, էս էլ թողենք մի կողմ։ Նույնիսկ այս պարագայում չեն հրապարակում, հիմնավորումը բերելով, եթե չեմ սխալվում, իրենք միայն տեղապահներն են, հա, կամ այդ թղթի ինքը ուրիշ տերել ունի Ադրբեջանը, դա այն Ադրբեջանը, որը առավոտից երեկո այս իշխանության հետ հավասար մեր վրա վաճառում է վախը։ Վերջին շրջանում նաև ակտիվ խոսում է Զանգեզուրի միջանցքը վերցնելու մասին, ոչ թե պահանջելու։ Ինչ հավանական սցենար կա։ Ես կարծում եմ, որ դե լավ, միջև իմ կարծիքը հայտնելը, եկեք պարզապես հասկանանք ինչ է Իրանից ներկայացնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կամ եւ այլն, հա, այսինքն Սյունիքի տարածքով անվերահսկելի ինչ-որ մի ճանապարհային ուղի։ Դա Հայաստանի Հանրապետության մասնատումն է հարավի եւ հյուսիսի, ուղղակի մասնատումն է։ Սա մեկ, երկրորդը գոյություն չունի Զանգեզուրի միջանց, գոյություն ունի կոնցեպտ Հայաստանի մասնատման, զուգահեռ որին գնում է եւս երկու կոնցեպտ։ Կովկասյան թաթարների, այլ կերպ ասած, ադրբեջանցիների բնակեցում տասնյակ կամ նույնիսկ 100,000-ներով Հայաստանի Հանրապետության տարածքում զուգահեռաբար այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի առաջ մղում։ Երբ որ մենք հատվածային ենք դիտարկում, այսինքն նայում ենք միայն օրինակ, չգիտեմ, Սյունիքի մարզի շուրջ տեղի ունեցող գործընթացները կամ պահանջները, մի կողմից առանձին նայում ենք այսպես կոչված Ադրբեջան, հա, արևմտյան Ադրբեջան, մի կողմից էլ առանձին տարանջատ նայում ենք Կովկասյան թաթարներին բնակեցման գործընթացին, հա, ապա այս պարագայում դա սխալ է, մենք կոմպլեքսի մեջ պետք է ավելի շնայենք։ Հասկանում եք, մեզ բոլորիս, չգիտես ինչու, Հայաստանի Հանրապետության իշխանությունները համարում են մտավոր անմեղսունակ։ Ես անկեղծ եմ ասում, ես այլ բացատրություն չունեմ այն բացատրություններին կամ այլ փաստարկներին, որոնք այս իշխանությունը բերում է Հայաստանի Հանրապետության այս կամ այն, հա, հաշվին ինչ-որ գործընթաց գեներացնելու պահով։ Որովհետև միայն մտավոր անմեղսունակ մարդկանց կարելի է համոզել, որ օրինակ հրաժարվելով SSSS կետերից կամ մենք 30%-ի համար չեն կռվի Սև լճի, հա, ես շատ են այդ փաստարկները, կամ օրինակ մենք պատրաստ ենք տանք ճանապարհ պարզեցված ինչ-որ ընթացակարգով։ Հարցում ես, ասում ես, ընկեր, պարզեցված ընթացակարգը ո՞րն է։ Ի՞նչն է դա։ Եթե ոչ մի ստուգում չի անցնում ոչ մի բանը, դա միջանցք է։ Ունայում են ուշադիր քո վրա ու ասում են չէ։ Ասում են դա հավասարազոր է, որ մարդ առավոտից երեկո ինքն իրեն համոզի, որ մենք ապրում ենք ոչ թե երկրագնդի վրա, հա, այլ մենք ապրում ենք հիմա լուսնում։ Դե ասում են մենք ենք վերահսկելու, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասաց, եթե ադրբեջանցիները վախենում են առաջինը բացելու գան այդ ճանապարհով Հայաստան, խորհուրդ ենք տալիս Ադրբեջանում ապրող թուրքերը սկզբից փորձեն, մինչև վախը անցնի իր մեջից, իրենց միջից։ Ախր ես ոնց մեկնաբանեմ մի աբսուրդ, որը ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Ինչի համար աբսուրդ, շատ պարզ պատճառով։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հասկանում իրավիճակի, հա, բուն այդ հենքը, հիմքը, չարաչար սխալվում ենք։ Իրենք հրաժարվում են պարզապես կամ ընկալել, կամ ընդունել, կամ միգուցե ընդունել են եւ ընկալել են, չգիտեմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի տեսլականը ստրատեգիան, գործընթացների տրամաբանությունը հետևյալն է Հայաստանի Հանրապետության ապա մոնտաժում յուրաքանչյուր գործընթաց, որ իրենք իրականացնում են, դրան է միտված։ Լավ, պարոն Աբովյան, որքանով է հնարավոր ռազմական ճանապարհով հարցի լուծումը Հայաստանի Հանրապետության համար։ Զանգեզուրի միջանցքի։ Ես
Ոչ Վանգան եմ, ոչ էլ Նաստրադամուսն եմ, բայց կարող եմ ասել միայն մի բան։ Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ կփորձեն զենքի եւ ուժի միջոցով իրենց նպատակներին հասնել ոչ միայն Զանգեզուրի կամ Սյունիքի հարցում, միայն մեկ պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը շարունակի իր իբր խաղաղասեր գործընթացը, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր գործողությունները բերում են պատերազմ, բերում են, այսինքն ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Հայաստանը ինչպես պիտի դիմակայի այդ մարտահրավերներին։ Շատ պարզ եւ հստակ, առանց ինչ որ այլևայլությունների պետք է առաջնահերթություններ հասկանալ, պետք է մարդկանց հետ առաջինը խոսել ազնիվ, բավական է մարդկանց խաբել, բավական է մարդկանց թունավորել, օրինակ հետեւյալ ասացվածքով, ինչ ուզում ա լինի, կարևորը պատերազմ չլինի։ Հենց այդ կոնցեպտը դրվեց ինչ ուզում ա լինի, հա, հիմքում այդ ինչ ուզում ա լինի մեջ մտնելու է մասնատում, ցեղասպանություն եւ դուրս մղում։ Եվ երկրորդը, պետք է հստակ հասկանալ, եթե մենք ուզում ենք խուսափել պատերազմից, եթե մենք ուզում ենք չլինի պատերազմ, ապա միակ տարբերակը դա պատրաստ լինել պատերազմել։ Եթե հիմա ինչ որ մեկը ասի, բա Ես դուք պատերազմ եք ուզում, ոչ, հենց հակառակը մենք չենք ուզում պատերազմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե չեք ուզում պատերազմ, եթե չենք ուզում, որ մեր երեխաները գնան ռազմաճակատ, մեր տղաները, ներողություն երեխա բառի համար, եթե մենք չենք ուզում, որ մեքենաների շարասյունը Հայաստանից ձգվի դեպի Իրան եւ Վրաստան, ինչպես Արցախում էր, երբ որ մարդկանց տարհանեցին, կամ մարդիկ դուրս եկան, կամ էթնիկ զտում եղավ, բոլոր այս ինչպես ասած, այո, ցեղասպանեցին եւ այլն, ապա կա միայն մեկ տարբերակ՝ պատրաստ լինել պատերազմի, պատ չհրահրել, կռիվ չսարքել, ոչ, պարզապես պատրաստ լինել։ Իսկ մեզ այդ պատրաստակամությունից օրեցօր զրկում են, որովհետեւ մարդկանց խաբում են ու չեն ասում հետեւյալը. համ Ադրբեջանն է ուզում խաղաղություն, ուշադրություն, համ Թուրքիան, համ Հայաստանը, չէ՞։ Երեքն էլ ասում են, ուզում ենք խաղաղություն։ Բայց Հայաստանի տեսլականի ներքո խաղաղությունը հետևյալն է. ախպեր, ինչ ուզեցիք տվիք, մեզ հանգիստ թողեք, մենք մնանք։ Թուրքիայի տեսլականը եւ Ադրբեջանի տեսլականը խաղաղության հետևյալն է. խաղաղություն մինուս Հայաստան, մինուս հայկական էթնոքաղաքական տարր։ Եվ դա բնավ նրանից չի, որ իրանք մեզ սիրում են կամ չեն սիրում, չկա քաղաքագիտության մեջ այդպիսի կատեգորիա սեր, նույնիսկ ատելություն էլ չկա տենց կատեգորիա, կա հաշվարկ, համաձայն որի Թուրքիայի առջև բացվել է պատմական շանս ձևավորել մեծ էթնոքաղաքական միավոր, պատկերացրեք միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահման։ Եվ միակ խոչընդոտը դա Հայաստանի Հանրապետությունն է, այսինքն ցամաքով միավորվել Ադրբեջանին, չէ՞։ Այդ պարագայում այո կլինի խաղաղություն, պարզապես մենք չենք լինի։ Հիմա Արցախում խաղաղ է թե ոչ։ Խաղաղ չէ, բայց մենք չկանք։ Այս սա պետք է, այս ճշմարտությունը պետք է մարդկանց ասվի։ Եվ ամենակարևորը, պետք է դադարել ինքներս կրկին մեզ խաբենք։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ մենք գտնվում ենք աշխարհակահաղական կենտրոնների բախման խաչմերուկում, դա մենք չենք տենց որոշել, դա այդպես է, եւ փորձել խաղալ հակակշիռների վրա, չունենալով դրա համար ոչ խելք, ոչ մեղք, ոչ ցանկություն, ոչ էլ ունակություն, հա, ինչպես իրենք են ասում, իրենք բալանսի վրա են խաղում։ Դա առաջացնել մի իրավիճակ, որի պարագայում Հայաստանի Հանրապետության ապագան իրականում կլինի վտանգված։ Եվ ամենակարևորը, Ժորժ ջան, մեր վրա վախը ծախում են մեր երեխաների վախերը, մեր վախերը։ Վախի վաճառական են։ Նույն Ադրբեջանը, երբ որ կրակում է մեր գյուղերի վրա, ինքը գյուղացիներին չի վախեցնում։ Ինքը մեզ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գորիսում, Կապանում մեզ բոլորիս է վախեցնում։ Վախեցման գործընթացը ժամանակին, երբ որ
աքսիոմատիկ, հա, հոգեբանության մեջ որակավորում էր ստացել, ինքը ունի նաև երկրորդ անվանումը, կոչվում է անասնացում, որ մարդուն անասնացնում են, որովհետև մարդ վախի ներքո ռացիոնալ չի կարող։ Դե հիմա մարդիկ անտարբեր են։ Անտարբեր չեն, հավատացնում եմ ձեզ, սուտ է։ Չի կարող մարդ Չեն արձագանքում այլևս ոչինչի։ Դա անտարբերության նշան չի, ընդհակառակ։ Դա նշան է, որ մարդ իր մեջից իր պորտկումը չի ուզում հանի, հասկանում եք, չի ուզում ինչ-որ մի ձև բան անի, սուտ է, մարդիկ անտարբեր չեն, չի կարող մարդ անտարբեր լինել, օրինակ մի իրավիճակի շուրջ, որը ուղիղ կապ ունի իր երեխայի հետ։ Իսկ մարդիկ շատ լավ էլ հասկանում են ամեն ինչ, որ անտարբեր չեն եւ վերջին իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում ակնհայտորեն դա ցույց տալիս։ Իրականում ոգևորություն նկատվում է Գյումրիում եւ Փարաքարում ընտրությունից հետո մարդիկ ոգևորված են, երբ որ պարզվեց, որ Փարաքարում քաղաքացիական պայմանագիրը պարտություն է տարել, Գյումրիում չի պարտվել, բայց չի հաղթել, չի հավաքել այնքան ձայն, որով միանձնյա իշխանություն կկազմի քաղաքացիական պայմանագիրը, բայց հանրության բնակիչների մոտ մի բնական հարց է առաջացել, ասում են, լավ, եթե ընդդիմությանը քվեարկել ենք, ընդդիմության նպատակը նույնն է, ապա ինչու են հապաղում, ինչու մինչև հիմա մենք չգիտենք ընդդիմադիր քաղաքապետի անունը, ինչու չեն միավորվում, այսինքն խոսքը Մարտուն Գրիգորյանի մասին է, խնդրում եմ հարցին որպես քաղաքական վերլուծաբան պատասխանեք, հա, ինչու է ընդդիմությունը այս դեպքում հապաղում, ինչու է ուշացնում։ Նախ եկեք ամենասկզբից, նախ թե Գյումրին, թե Փարաքարը ակնհայտորեն ցույց տվեց, որ հանրության լայն զանգվածը, հա, միտեղ 50%, միտեղ 60%-ից ավել, Գյումրին, եթե հավաքական ընդդիմության ձայները հաշվենք, ուղղակի հրաժարվում է այլևս ընկալել իշխանությանը որպես առաջատար ուժ։ Խայտառակություններ 37%-ից ավելի ցածր հավաքել, դա ջախջախիչ պարտություն է, ջախջախիչ, ուղղակի դրանից այն կողմ չերել կարա լինել։ Ինչի համար են հապաղում։ Ես շատ զգուշորեն կարծիք հայտնեմ, հա, կամ կանխատեսում անեմ շատ զգուշորեն, որ ի վերջո ամեն ինչ կընկնի իր տեղը, այսինքն կձևավորվի ընդդիմադիր քաղաքապետ։ Ինչ-ինչ ֆորմատներով դա արդեն այդքան էական չի, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը, հա, իրենց տարաձայնությունների ներքո, դե բացի սատելիտ ուժերից, օրինակ, անուն ինչ էր, Լևոն Բարսեղյան, հա, եթե չասեմ, դա օրինակ, հա, այսպես կոչված Եվրոդաշինքի, միջալոց Եվրոդաշինքի տոկոսները ակնհայտ ցույց տվեցին մարդկանց վերաբերմունքը եվրոկտերին եւ այն եվրոկրկեսին, որի մեջ մեզ գցեցին։ Հիմա տեսեք, ես գտնում եմ ավելի գլոբալ։ Իմ համար իրականում ընդհանրապես առայժմ այս փուլում հետաքրքիր չի ընդդիմության դաշտում ինչ է կատարվում, եթե այդ կատարվածը ի վերջո ունի մեկ նպատակ։ Իսկ հաշվի առնելով Գյումրիում տեղի ունեցածը, ես տեսնում եմ, որ բոլորն էլ ունեն մեկ նպատակ, թե Մարտուն Գրիգորյանը, թե Վարդան Ղուկասյանը, թե Ռուբենը Մխիթարյան, բոլորը, հիմա չթվարկեմ, հա, բոլորին, նույնիսկ չանցածներին, իրենք բոլորը Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչը, իրենք բոլորը հայտարարել են, որ իրենց առաջնային նպատակը Գյումրին զերծ պահել Թավշյա իշխանություններից։ Իրենց դա հաջողվեց։ Մարդիկ նաև տարբեր մեկնաբանություններ են գրում, ասում են, լավ, ենթադրենք քաղաքացիական պայմանագրից զրկեցինք իշխանությունից, այստեղ եկավ քաղաքապետ ընդդիմադիր տեխնացուն եւ ինչ է լինելու հետո։ Կարծում եմ ընդդիմադիր քաղաքապետի տեխնացուն պետք է հարցնեք, չգիտեմ, ստեղ տեսեք, Գյումրին եւ Փարաքարը սխալ է դիտարկել որպես հատվածային գործընթաց։ Դա ամբողջ հենց ձեր հարցի պատասխանն էր, դա ամբողջ հանրապետությունում տիրող տրամադրությունների կոնցենտրացիայի արտացոլումն էր։ Եվ հաշվի առնելով օրինակ քվեների քանակը, հաշվի առնելով, որ 2 անգամ ավել մարդիկ գնացին ընտրատեղամասեր, քան 21 թվականին, սա ավելորդ անգամ ապացուցում է իմ այն փաստարկը, որ չէ, մարդկանց միևնույն չի։ Նաև սա համեմատում են համապետական ընտրության հետ, ասում են այդ տեսակ հնարավոր էր փաստորեն ընտրությամբ փոխել իշխանությանը։ Դուք կարծում եք կարելի է համեմատության մեջ դնել համապետական եւ այս տիպ ընտրությունները։ Մասնակի թույլ տվեք, ասենց ինչ-որ անկագորգոր բաներ չասեմ, մասնակի ես ասեմ ավելին, չեմ հիշում որտեղ, Տելեգրամյան տիրույթում կարդացել էի մի հետաքրքիր վերլուծություն, բավականին
կարևոր միտք էր արտահայտվել։ 30%-ը Գյումրիում քվեարկող մարդկանց, ովքեր չէին ընտրել, հա, ներկայ իշխանություններին, գնացել են հետևյալ 30%-ը պատկերացրեք, հա, գնացել են հետևյալ կարգախոսով, ով ուզում է լինի մենակ սրանք չլինեն։ Իսկ սա ցուցիչ է։ Ինչ վերաբերում է մնացած արդեն գործընթացների, կարծում եմ առայժմ վաղ է ինչ-որ բան խոսել, կտեսնենք, բայց տենդենսը, որը արդեն կա եւ որը անդառնալի է, անշրջելի է, ուղղակի, հասկանում եք, դա ակնհայտ է։ Ես պարզապես նայում եմ, մեկնեք ասում եմ, դե լավ, միթե իշխանությունները չէին հասկանում, որ հներ նորեր, թալանչի, հա, կոռուպցիոներ, չգիտեմ, սև սպիտակներ եւ այլն, որ այդ թեզերը հենց մարդիկ լսում են, միանգամից ասում են, всё, այս իշխանությունն էլ իր հիմնուդու կսկսես նվագել։ Ուղղակի ապշեցուցիչ է, էլի, ուղղակի ապշեցուցիչ, այն գաղափարական, եթե կարելի է դա այդպես անվանել, հա, գաղափարական հենքը, որի վրա այս իշխանությունը մինչև հիմա հենվում է, ոչ լավ թողնի, բան չկա, չփոխեք հանգարց ձեր դիրքորոշումները։ Շնորհակալություն պարոն Աբովյան, հիշեցնեմ, որ ես զրուցում էի կամուրջ քաղաքական նախաձեռնությունների համահիմնադիր Արման Աբովյանի հետ։